Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին Նաիրի բժշկական կենտրոնից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Դավիթի փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ նրան տեղափոխել են սայլակով։ Փաստաբանի խոսքով այդ որոշումը իրենց համար անսպասելի էր։ Նրա պնդմամբ Դավիթի առողջական վիճակը դեռ թույլ չէր տալիս նրան տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանի խոսքով Դավիթը շուրջ 10 օր չի քայլել, նա չի կարողանում ազատ շարժել գլուխը եւ ուժեղ ցավեր ունի։ Նշեմ, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա եւ ուղեղի ցնցում։ Մինչ Դավիթը Նաիրի բժշկական կենտրոնում էր, ոստիկանների հսկողության ներքո մի խումբ կանայք նստացույց էին սկսել գլխավոր դատախազության մոտ։ Կանայք պայքարում էին, որպեսզի տղային չտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։ Նստացույցին մասնակցող մի խումբ մայրեր հայտարարել են, որ մեկ շաբաթ շարունակ ամեն օր ժամը 11-ից երեկոյան ժամը 20:00-ն կմնան դատախազության շենքի մոտ։ Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տալ Դավիթի բուժումը անցկացվի տանը եւ իր ընտանիքի հոգատարության ներքո, եւ այս պայծրությամբ շատ քրիտիկական է նաեւ Դավիթի իրավիճակը, թույլ տալ ստանալ լիարժեք բուժում եւ փոխվի այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են։ Մենք գիտենք, որ Դավիթը մեղավոր չի եւ այս պայծրությամբ փորձում ենք մոբիլիզացիա անել եւ ներգրավել շատ մարդկանց այս հալցի շուրջ ուշադրություն գրավելու համար։ Շատ վատ է իրականում Դավիթի իրավիճակը, այնպես չի, որ ինքը մանկողնուց վեր կացավ կկարողանա տեղափոխել քրեական կատարողական հիմնարկ, մեր նպատակը նաև դա է խոչընդոտել, որպեսզի Դավիթը ստանա լիարժեք բուժում հիվանդանոցում մինչև այն պահը, որ ի վիճակի կլինի ենթարկվել դատախազության հրամանին։ Իսկ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 3 դանակահարված 52-ամյա Արթուր Ավագյանը գյուղի ատամնաբույժն էր, որին սպանել են դանակի մի քանի հարվածով սեփական տան դիմաց։ Գյուղի վարչական ղեկավար Սիրեկան Հարությունյանը պատմել է, որ Ավագյանը ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա։ Վարչական ղեկավարի խոսքով դեպքի պահին տանը եղել է Ավագյանի կինը, որը հիմա ծանր հոգեբանական վիճակում է։ Համայնքապետը նաև նշել է, որ Ավագյանը գյուղում հայտնի էր որպես աշխատասեր եւ օգնող մարդ եւ որևէ մեկի հետ թշնամանք չի ունեցել։ Դեպքի մանրամասները պարզում են։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ։ Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ դատարանը բավարարել էր վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարոյանը, նախկին Գևորգ եպիսկոպոսը, նշանակվել է ներման հարցերի քննարկման խորհրդակցական համաժողովի անդամ, որպես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։ Մայրաթոռը արձագանքել է այս նշանակմանը, հայտարարելով, որ այն կատարվել է առանց եկեղեցու համաձայնության։ Ըստ հայտարարության նման որոշումը հակասում է ինչպես եկեղեցական կարգերին, այնպես էլ Հայաստանի օրենսդրությանը։ Պետական կամ որևէ այլ կառույցում հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի եւ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույց հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ եւ չի կարող ներկայացնել հայոց եկեղեցին ոչ կանոնական, ոչ իրավական եւ ոչ էլ բարոյական տեսանկյունից։ Այս քայլը հերթական ոտնձգություն է հայոց եկեղեցու ինքնավարության եւ ամենայն հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։ Այս ամենին զուգահեռ եկեղեցու շուրջ մեկ այլ վտանգավոր նախադեպ է ձևավորվում։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում հայտնված եկեղեցու բարենորոգում կոչվող նախաձեռնությունը նոր քննարկումների առիթ է դարձել։ Ծրագրում կան կաթողիկոսի հեռացման, տեղապահի ընտրության եւ եկեղեցական կառավարման փոփոխությունների մասին դրույթներ։ Կարող է քաղաքական ուժը միջամտել եկեղեցու ներքին կյանքին եւ կաթողիկոսի ընտրության գործընթացին։ Ինչ են ասում
հոգևորականներն ու իրավապաշտպանները եւ ինչպես է արձագանքել Մայրաթոռը ռեպորտաժում։ Քաղաքացիական պայմանագիրը նախընտրական դաշտ է տեղափոխում նաև եկեղեցական հարցերը։ Իշխող ուժի ծրագրում տեղ գտած եկեղեցու բարենորոգում կոչվող նախաձեռնությունը ընտրողին առաջարկում է դիրքորոշում հայտնել ոչ միայն իշխանության, այլև եկեղեցական կառավարման հարցերի վերաբերյալ։ Ճանապարհային քարտեզում նշված է կաթողիկոսի հեռացում, տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները իրենք 8 տարի արդեն իշխանություն լինելով չեն պատկերացնում, ասենք, իրենց լիազորությունների շրջանակը։ Քաղաքական ուժն իրավունք չունի միջամտել եկեղեցու կյանքին եւ նման ծրագրեր ներկայացնել, պնդում են նաեւ իրավապաշտպանները։ Անկախ նրանից դա պետության ղեկավարի գործառույթների շրջանակներում, թե նախընտրական պայքարում, թե նախընտրական ծրագրում, միևնույն է այդ բոլոր գործընթացներում այդպիսի ամրագրումը կամ այդպիսի քայլերը հակասահմանադրական են որպես այդպիսին։ Իրավապաշտպան Զարա Հովհաննիսյանը նշում է, որ դեռ սկզբից պարզ էր եկեղեցու դեմ իրականացվող ամբողջ գործընթացը հակասահմանադրական է։ Պետությունը որպես կառույց զատ է եկեղեցուց եւ կրոնական կազմակերպության ներքին կանոնակարգերին միջամտելու իրավունք չունի։ Ալեքսանյանի կարծիքով այս ամենին հակազդելու հիմնական ճանապարհը քաղաքացիական պայմանագրի քայլերի բացահայտ մերժումն է եւ հակասահմանադրական լինելու բարձրաձայնումը։ Մերժել քաղաքացիական պայմանագրի եւ ընդհանրապես եթե մյուս քաղաքական ուժերն է բոյկոտելին այդ ապօրինությունը, որի իրավունքը չունի, այն քաղաքական ուժերը, որոնք հայտ ունեն մտնելու ընտրությունների ընտրապայքարի մեջ։ Միաժամանակ նա չի կարծում, թե իշխող կուսակցությունը կկարողանա շահել այս դրույթներից։ Մենք տեսանք, որ ժողովուրդը մերժում է եկեղեցու դեմ իր ապօրինի արշավը։ Հիմա նախընտրականի մեջ է, մտրի չեմ կարծում, որ շահելու է դրանից Նիկոլ Փաշինյանը եւ իր մերժված քաղաքացիական պայմանագիրը։ Դեռևս օրեր առաջ Մայրաթոռը արձագանքել էր քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրին, նշելով, որ եկեղեցուն վերաբերող դրույթները սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար իրավունքների բացահայտ ոտնահարում են։ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Ինչպես քանիցս Մայրաթոռը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը եւ եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր կանոնական դատանտիրույթում են։ Ուստի եւ դուրս են քաղաքական կուսակցությունների եւ պետական իշխանության իրավասություններից։ Ինչ վերաբերում է ծրագրի բովանդակությանը, Տեր Վրդանես Քահանա Բաղալյանն ընդգծում է, որ այն որևէ առնչություն չունի ազգային իղձերի եւ նպատակների հետ։ Իրենք բովանդակային առումով լկտի են, անօրեն են եւ ոչ հոգևոր են։ Ակամայից, ասենք, տպավորություն է ձևավորվում, որ այս մարդիկ, ասենք, վերընտրվում են սպասարկելու համար Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը տարածաշրջանում։ Քահանան նաև շեշտում է, եկեղեցին առաջնորդվում է Քրիստոսի Սուրբ Հոգով եւ ծառայում է ազգային ու հոգևոր արժեքներին, մինչդեռ քաղաքական միջամտությունը ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակաբարոյական։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ խորհրդարանական ընտրությունից 2 ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների հետ։ Հանդիպումը անցկացվել է աշխատանքային նախաճաշի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Տարածված տեսանյութերից երևում է, որ հանդիպմանը չեն մասնակցել իշխանության ներքաղաքական ընդդիմախոսներ Սամվել Կարապետյանի Տաշիր ընկերությունների խմբի եւ Գագիկ Ծառուկյանի Multi-Group ներկայացուցիչները։ Սակայն հանդիպմանը ներկայ են եղել գործարարներ, որոնք նախկինում ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Միքայել եւ Կարեն Վարդանյանները։ Միջազգային լարված զարգացումները շարունակվում են Հորմուզի նեղուցի շուրջ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը սկսել է նեղուցի շրջափակման գործընթացը կատարելով նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ապրիլի 13-ին Երևանի ժամանակով ժամը 18-ից կսահմանափակվի իրանական նավահանգիստներ մտնող եւ դուրս եկող ամբողջ ծովային երթևեկությունը։ Խոսքը վերաբերում է ինչպես Պարսից, այնպես էլ Օմանի ծոցերի նավահանգիստներին,
որոնք միավորվում են հենց Հորմուզի նեղուցով։ Միևնույն ժամանակ դիվանագիտական ակտիվություն են նկատվում Ռուսաստանի ուղղությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով զրուցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Իրանական կողմի հաղորդման զրույցի ընթացքում Արաղչին ռուս գործընկերոջը մանրամասներ է պատմել Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ տեղի ունեցած բանակցություններից։ Քննարկվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները։ Մերձավոր Արևելքում քննարկումների կենտրոնում է նաև Լիբանան-Իսրայել հարաբերությունների հնարավոր կարգավորումը։ Լիբանանի նախագահի խոսքով Վաշինգտոնում Լիբանանի եւ Իսրայելի դեսպանների հանդիպումը կարող է ճանապարհ բացել նոր բանակցությունների համար եւ հանգեցնել սահմանին հրադադարի վերաբերյալ համաձայնության։ Նրա խոսքով Լիբանանը պատրաստվում է քայլերի, որոնք նպատակ ունեն դադարեցնել ռազմական գործողությունները եւ կայունացնել իրավիճակը երկրի հարավում։ Իսկ Եվրոպայում քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։ Հունգարիայում նոր դարաշրջան է բացվում նախօրեին ընտրությունից հետո, որի արդյունքում 16 տարվա իշխանությունից հետո Վիկտոր Օրբանը դիրքերը զիջել է երբեմնի կուսակից Պետեր Մադյարին։ Հունգարիայում տեղի ունեցած իշխանափոխությունը նոր հարցեր է բացում ոչ միայն Բուդապեշտի, այլ նաև տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների ապագայի շուրջ։ Հունգարիայում ավարտվեց ավելի քան 1.5 տասնամյակ տևած քաղաքական շրջափուլը։ 16 տարի անընդմեջ իշխանության ղեկին գտնվող Վիկտոր Օրբանը պարտվեց խորհրդարանական ընտրություններում զիջելով ընդդիմությանը։ Օրբանը ձգտում էր ձեռք բերել 5-րդ հաջորդական մանդատը 2010 թվականից ղեկավարելով Հունգարիան եւ առաջ տանելով իր կողմից ձևակերպված ոչ լիբերալ ժողովրդավարության մոդելը, որը քննադատների գնահատմամբ հանգեցրել է իշխանության կենտրոնացման, դատարանների անկախության թուլացման եւ մեդիայի վերահսկման։ Վերջին տարիներին Եվրամիության կառույցները եւ արևմտյան դիտորդները հաճախ կասկածի տակ էին դնում Հունգարիայի ժողովրդավարական չափանիշները, նշելով, որ երկիրը հեռանում է ժողովրդավարական ստանդարտներից։ Օրբանը բավական քաղաքացիական նաև ազատություններն էր սահմանափակում, կային նաև տվյալներ, մեղադրանքներ Օրբանի կուսակցությանը հասցեին, նրանց հիմնական էլեկտորատը այսպես շրջաններն էին, ոչ խոշոր քաղաքներն են եւ այդտեղ ինչ որ մեղադրում են մարդկանց վրա ճնշում գործադրելու մեջ, ուղղորդումների մեջ եւ այլն։ Միևնույն ժամանակ Օրբանը դարձել էր գլոբալ աջակողմյան քաղաքականության առանցքային դեմքերից մեկը, պահպանելով սերտ կապեր թե Դոնալդ Թրամփի, թե Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա նախընտրական քարոզարշավը կառուցված էր նաև Ուկրաինայի պատերազմի շուրջ։ Նա կոշտ քննադատում էր Զելենսկիին եւ խոսում էր Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանման օգտին։ Հաշվի առնելով, որ Հունգարիան Եվրամիության անդամ է եւ ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաեւ Օրբանը փաստացի վարում էր այդ կառույցների ընդհանուր քաղաքական գծին դեմ քաղաքականություն եւ նույնիսկ կոնֆլիկտ էր ձևավորվել այդ իմաստով։ Հիմա բնական է, որ կփոխվի նաեւ այդ փոխհարաբերությունը։ Ինչ տրամաբանությամբ սա իհարկե հարց է։ Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ընտրություններից դեռ օրեր առաջ էր ժամանել Հունգարիա նպատակ ունենալով աջակցել ազգայնական վարչապետ Վիկտոր Օրբանի նախընտրական քարոզարշավին։ Սակայն լարված եւ սկանդալային քարոզարշավից հետո ընտրությունների արդյունքները փաստեցին։ Հունգարիան կանգնած է նոր քաղաքական իրականության առջև։ Օրբանի հիմնական մրցակիցը Պետեր Մադյարն էր, որը ղեկավարում էր Տիսզա կուսակցությունը։ Մադյարը 45 տարեկան է, մինչև քաղաքականություն մտնելը Օրբանի ջատագովներից մեկն էր։ Մադյարը, այսինքն ընդդիմության առաջնորդը, նաև մինչև 2024 թվականը հենց ինքը իշխանության մաս էր եւ իշխանությունից դուրս էր եկել այն պատճառաբանությամբ կամ այն հիմնավորումով, որ դա կոռումպացված համակարգ է եւ ինքը համակարգը ներսից շատ լավ գիտի եւ ահա այդ տրամաբանությամբ ինքը փաստացի աստիճանաբար ստանձնեց ընդդիմության առաջնորդությունը։ Այս ընտրություններում Մադյարը հասարակությանը կանգնեցրեց կտրուկ ընտրության առջև՝ արևելք կամ արևմուտք, քարոզչություն կամ ճշմարտություն, կոռուպցիա կամ մաքուր իշխանություն։ Տասնամյակներ շարունակ երկրի քաղաքական օրակարգը թելադրած Օրբանը արդեն ընդունել է պարտությունը, այն անվանելով հստակ եւ ցավոտ։ Հաղթանակած Տիսզա կուսակցությունը Պետեր Մադյարի գլխավորությամբ խորհրդարանում կստանա 199 մանդատից 138-ը, ինչն էլ բավարար է սահմանադրական մեծամասնություն ձևավորելու համար։ Օրբանը Բուդապեշտում դիմելով իր կողմնակիցներին ասել էր, որ իր կուսակցությունը Ֆիդեսը այսուհետև հանդես կգա որպես ընդդիմություն։
Այնպես չի, որ նոր եկած իշխանությունը արտաքին քաղաքական խնդիրների հետ առնչություն չի ունենալու։ Ունենալու է եւ իրենք արդեն դիրքորոշում հայտնել են, օրինակ գրեթե նույն դիրքորոշում ունեն ինչ որ Օրբանը Ուկրաինայի հետ կապված հարցերում եւ նաեւ նշել են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված ինչ որ փոփոխություններ կլինեն, բայց ռուսական գործոնի հանգամանքը հաշվի չառնել անհնար է։ Հայաստանն այս երկրի հետ հարաբերություններում հիշողության ծանր բեռ ունի։ 2012 թվականին Բուդապեշտի ամենավիճահարույց որոշումներից մեկը ցնցեց Երևանը։ Խոսքը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին է։ Թեպետ տարիներ անց կապերը վերականգնվեցին, վստահության ճգնաժամը լիովին չի հաղթահարվել։ Այս ֆոնին Հունգարիայում տեղի ունեցած իշխանափոխությունը կարող է բացել նոր էջ։ Հունգարիան նաև թուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդ է, եւ այստեղ օրինակ Հայաստանի համար գուցե ավելի էական հանգամանք կլինի, թե արդյոք այս կազմակերպության հետ փոխհարաբերությունում Հունգարիան կունենա որոշակի վարքագծային փոփոխություն, որովհետեւ գիտենք Օրբանը շատ սերտ գործընկեր էր այդ կազմակերպության համար, Օրբանը մեծ հաշվով Ալիևի հետ, այսպես ասենք, գործընկեր էր ոչ միայն քաղաքական, այլ նաև բիզնես իմաստով։ Հայաստանում եւս խորհրդարանական ընտրությանն ընդառաջ խոսվում է Արևմուտքի եւ Ռուսաստանի, մասնավորապես Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության տարբեր ուժային կենտրոնների հետ հարաբերությունները հավասարակշռելու մասին։ Այս տեսանկյունից Բուդապեշտում տեղի ունեցած փոփոխությունը կարող է դիտարկվել որպես օրինակ, թե ինչպես է հասարակությունը արձագանքում արտաքին քաղաքականության ուղղության շուրջ ձևավորված ներքին հակասություններին։ Նոր իշխանությունները, որոնք խոստանում են ավելի թափանցիկ եւ եվրոպական արժեքներին մոտ քաղաքականություն, կարող են փորձել վերականգնել վստահությունը գործընկեր երկրների հետ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը արդեն արձագանքել է, հայտարարելով, որ Եվրոպայի սիրտն այսօր ավելի ուժեղ է բաբախում Հունգարիայում։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 10-ից 12, իսկ երեկոյան 3-ից 1 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC ուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է։ Կհանդիպենք։